Նազենի Հովհաննիսյանը կիսվելով Գոռ Հակոբյանի դրամահավաքի ավարտի մասին տեղեկացնող հոլովակով հուզիչ գրառում էր արել. «Նստած լացում եմ ուրախությունիցս։ Ուզում եմ մեր երկիրը առողջ պահելու հարցում էլ համախումբ լինենք», նշել էր Նազենին, իսկ արդեն հոլովակի մեկնաբանությունների դաշտում նրա գրառումն այսպիսինն էր. «Գոռ ջան, ինչ լավ է ցավդ տանեմ։ Օրհնվեն բոլորը, ինչ լավն են, հասնող, զորանան։ Ձագուկին Աստծո օրհնությամբ շուտ ապույտ ապաքինում»։ Հատկանշական է նշել, որ Նազենի Հովհաննիսյանն առաջիններից էր, ով կիսվել էր Գոռի հրապարակմամբ, եկից գրել. «Մեր Գոռն է, խոնարհ, համեստ ու աշխատող։ Ձագուկի մոտ ամենածանր խնդիրն է. մենք միասին կարող ենք օգնել։ Գոռ ջան, եղբայր ջան, Աստված առաջ, պինդ մնացեք»։ Բարելույս իմ շատ սիրելի Հայաստան, բարելույս իմ շատ սիրելի Սփյուռք, բարև աշխարհի հայություն։ Ես անչափ հպարտ եմ ձեզանով։ Ես շատ ուրախ եմ, որ յուրաքանչյուր հարցի շուրջ մենք կարող ենք համախմբվել ու այդ հարցը միայն մեր ուզած ձևով լուծել։ Այս բայի դրությամբ ես հայտարարում եմ դրամահավաքի ավարտը։ 12-ն է մարտի, առավոտ ժամը 10-ն է։ Ես հայտարարում եմ դրամահավաքի ավարտի մասին, որովհետև 36 ժամում մենք կարողացանք ունենալ մեզ պահանջվող գումարը Մյունխենում բուժում ստանալու համար, ձեր շնորհիվ։ Ես անչափ շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ, Աստված յուրաքանչյուրիդ օջախներում թող միայն ջերմություն բերի, միայն առողջություն բերի։ Ես անչափ շնորհակալ եմ փոխանցումների համար, անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ֆիզիկապես եկան մեր տան մոտ ինձ տեսան, անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ընդհանրապես ոչ մի բան չփոխանցեցին ու միայն աղոթեցին մեզ համար։ Անչափ շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների համար, որովհետև այդ բազմահազարանոց մեկնաբանությունները ես կարելի ասել մոնիթորինգ եմ արել ու որևէ վատ մեկնաբանություն ես չեմ տեսել։ Անչափ շնորհակալ եմ ամեն ինչի համար, ինչ որ դուք արեցիք ինձ համար։ Ես դա երբեք չեմ մոռանա, իմ հայ ազգ։ Եվ ձեր թույլտվությամբ կա որոշակի ավելացած գումար, դա ձեր ուղարկած գումարն է ու ես կուզեմ Ֆելիքսի անունից, ձեր թույլտվությամբ, ձեր անունից նաև այդ գումարը փոխանցել նմանատիպ խնդիր ունեցող երեխայի ընտանիքի, որ իրենք էլ մի ձև կարողանան մի փոքր օգնություն մենք ցուցաբերենք իրենց։ Այդ ավելացած գումարի մասին տեսանյութը ես անպայման կընտրենք ինչ-որ մի երեխայի, կփոխանցենք իր ծնողներին ու մենք գնում ենք բուժման, տրամադրված ենք մարտական ու հանդիպելու ենք 1 տարի հետո արդեն ուրախ առիթներով։ Ես շնորհակալություն եմ հայտնում ևս մեկ անգամ ձեզ, Աստված բոլորիս պահապան։ Լինկի հետ կապված դեռ, քանի որ հաստատված չի, դեռ Ամերիկայի լինկով չեք կարողանա մտնել ու փոխանցումները կատարել GoFund-ով, բայց Money.am միջոցով կարող եք ուղարկել ու բացի այդ կարող եք հետևել Գոռ Հակոբյանի էջին, ինքը անընդմեջ թարմացումներ կանի ու միանգամից հենց իր էջով կտեղեկանաք այն բոլոր նորություններին, որ ինքը կտեղադրի, այնպես որ հետևեք Գոռի էջին։ Ես էլ իմ կողմից բոլորին խնդրեմ, որ յուրաքանչյուրս մեր օգնությունը ցուցաբերենք եւ ֆինանսապես եւ մեր աղոթքներով ու վստահաբար ամեն բան շատ լավ է լինելու։ Ես ուզում եմ, որ Աստված հնարավորինս շուտ այս ամենը անցկացնի, միանշանակ ամեն ինչ անցնելու է, բայց ուզում եմ աղոթել, որ ամեն բան արագ։ Այսօր մեր Գոռը հայտարարեց դրամահավաք Ֆելոյի համար, Ֆելոյի բուժման համար։ Եվ հենց մենք գցեցինք արդեն վիդեոն, ինչ շատ մարդիկ գրում են աշխարհի տարբեր ծայրերից, հիմնականում Լոս Անջելեսից, ոնց կարող ենք փոխանցել գումարը։ Մենք բացել ենք GoFundMe եւ լինքը այս պահին ռիվյուի տակ է։ Ինձ թվում է մոտ 1 օրվա ընթացքում կբացվի եւ ես անպայման կտեղադրեմ, բայց ամենայն դեպս ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել բոլորին, որ այս պահին բոլորդ մեր կողքին եք։ Սիրելի ընկերներ, Միացյալ Նահանգներից Money.am տնօրենությունը նոր տեղեկացրեց եւ փոխանցեց, որ կարող եք Money.am-ից փոխանցումներ կատարել Գոռ Հակոբյանի անունով ամբողջովին անվճար, առանց պահումների։ Նրանք իրենց աջակցությունը արդեն
արել են, փոխանցել են եւ ես ուզում եմ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգներում եթե կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աջակցելու մեր ընկերոջը, առանց պահումների կարող եք մանի տնից փոխանցումներ կատարել։ Շնորհակալություն։ Խառը ու բավականին ուշ տեսա Հակոբյան գորի տեսանյութը, կապված իրականում ես չգիտեի, երեք գիշեր եմ իմացել, շատ էիտ նման ու սենց կասեմ, թե գորը, թե մեր կարգի բոլոր մարդիկ, մենք աշխատող մարդիկ ենք ու թվացյալ մեզ մոտ երբ որ լինում են դժվարություն լուծելի է, բայց գորի ընտանիքում նենց բարդ իրավիճակը ու նենց մեծ ֆինանսների մասն է խոսքը գնում, որ զուտ աշխատող մարդու են որ ասում է, համա դա բավարար չի։ Իրականում շատ բարդ վիճակ է, խոսքը որտեղ երբ որ խոսքը գնում է երեխայի մասին, դա արդեն շատ հատուկ է, ու այո, շատ հրաշալի կլինի, որ այդ գումարը հավաքվի ամբողջովին ու հրաշալի կլինի, որ ամենակարևորը այդ ամեն ինչը բարեջող ավարտ ունենա։ Թող Տիրոջ օրհնությունը լինի Ֆելիքսի ու ընդհանրապես Գորանց ընտանիքի հետ։ Վստահ եմ 100% լավա լինելու, վստահ եմ ամեն ինչ հաջողվելու, վստահ եմ որ մենք բոլորս ասեմ կպնելու ենք ու օգնելու ենք Գոր Հակոբյանների ընտանիքին։ Ողջույն բոլորին, ես Գոր Հակոբյանն եմ։ Ուզում եմ պատմել ձեզ, թե ինչ է կատարվում ինձ հետ եւ ինչ եմ ես пассив ընդհանրապես համացանցում։ Ցավոք դարի հիվանդությունը նաեւ ներխուժել է իմ ընտանիք։ Որդուս Ֆելիքսի մոտ 1 ամիս առաջ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող Յուինգի սարկոմա, որը րոպե առաջ անհապաղ պետք է բուժել Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Վերջին 1 ամսվա ընթացքում, երբ մենք հայտնաբերել ենք դիագնոզը, արել ենք բազմաթիվ հետազոտություններ Մոսկվայում եւ Երևանում, ու ցավոք դիագնոզը հաստատվել է։ Իմ եւ ընկերներից դրամական միջոցները, իմ դրամական միջոցներն ու ընկերներից մեծ աջակցությունը ցավոք չի բավականացնում նման կարգի լուրջ բուժման համար, ու ես, ինչքան էլ ինձ համար դա անցանկալի է, բայց հայտարարում եմ դրամահավաք։ Խնդրում եմ իմ բոլոր ընկերներին, խնդրում եմ ծանոթ եւ անծանոթ մարդկանց կատարել ձեր դրամական փոխանցումները, որպեսզի ես րոպե առաջ կարողանամ տղայիս հասցնել Գերմանիա։ Բոլոր այն ունեցվածքը, այսպես կարելի է ասել, որը որ ես տարիներ շարունակ հալալ քրտինքով աշխատել եւ ստեղծել եմ, հավաց է վաճառքի։ Բայց քանի որ մենք ունենք ընդամենը 5-ից 7 օր ժամանակ մինչ մեկնելը, ես չեմ հասցնի այդ ամեն ինչը վաճառեմ, դրա համար դիմում եմ ձեր օգնությանը։ Բոլոր հաշվի համարները նշված են ներքևում, դրամային դոլարային հաշվի համարներ, քարտից քարտ ուղղակի փոխանցում Հայաստանի տարածքում, նաև կարող եք կատարել փոխանցումներ GoFundMe-ով ԱՄՆ-ից Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները, ու ես ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը ձեզ։ Աստված թող բոլոր բարիքներին պահապան լինի։